Բարև ձեզ, Աբովյանից եք դուք։ Ոչ, Չէ, Աբովյանից եք։ Եկել եք, բայց մասնակցեք։ Չէ, չեմ մասնակցում։ Ինձ չի տակվում ինքը ճիշտ ասած։ Բացարձակ չեմ էլ ուզում անունը լսեմ, ձայնը լսեմ։ Անջատելի վրա ազդում է։ Ամեն ինչը իր։ Ես չեմ էլ ընտրել իրան ճիշտ ասած։ 21-ին չեք ընտրել։ Բացարձակ, ոչ 8-ին էլ չեք։ 8-ին էլ չեմ ընտրել։ Նույնիսկ հարազատներից ասել եմ չընտրեք, եթե հարգում եք ինձ, դրա անունը մի տվեք։ Կանխատնակել եք։ Իր դատարկությունը, անգրագիտությունը, այդ իր գորգորալով խոսելը, դա հարիր չի մեր ազգին, մեր ազգը զուս, հավասարակշռված տանող, որը որ իր մոտ չկա այդ հանդուրժողականությունը, չեմ սիրում իրան, իր էությունը, իր կառավարման ոճը, խոսելաձևը չեմ ընդունում։ Հիմա ասում եմ, այդ 8 տարին հասկացանք, բայց 23 գլուխ ոչնչացրելը մնացել է եռագլխի վերջին դևերի վերջին 3 գլուխները։ Ինձ մանդատ տվեք, սատկացնեմ, կզցնեմ, Նովա կզացնելու, այսքան որ թալանեց իր կինը ինքը, այն մալալետ կաղջիկը, մի կյանք աշխատեցին 45,000 թոշակ ենք ստանում։ Այդ ոնց եղավ, որ իրանք տենց եկան, չտեսած պատից կախ, տեսան ճակատից կախ։ Այդ ոնց եղավ, ումից են ավել իրանք։ Իսկ մարդիկ քրտնաջան տանջվե աշխատել են։ Էդ ում ատանում դատի, բա իրանով դատի, Աստված։ Ամբողջ միասկ կոտորեց։ Գետինը մտնի Նիկոլը, մենակ այդ կարամ ասեմ։ Գետինը մտնի ու դուրս չգայել ընդեղից։ բայց ասում եմ 10,000 ավելացրել եմ թոշակները, մարդիկ կարան գնան լառնակա։ Կարանք ինչ անեն։ Գնան Փարիզ կոֆե խմեն հետ։ 1000-ով մի կոշիկ չես առնի։ Երևի պետք է զիբիլի մեջից կոշիկ անեինք, հագնեինք, հանկարծ չի կարելի, որ թոշակառու մի նոր բան առնի, ինքը խոսքի վայելի, կամ մի հատ սրճարանում նստի։ Դա գնաց 20 տարի առաջ եմ ես հիշում եմ, որ սրճարանում եղել։ Իսկ 30 տարի աշխատած իմ ստաժը, այսքանի է, ես արժանի, մանկավարժ եմ եղել։ Այո, բավականին տարիներ էլ հեչ արեցին, չհաշվեցին, ինչի վրա որ ես շատ զայրացած եմ։ Այդ քարոզարշավներին ասում եմ մանկավարժները 700,000 աշխատավարձ են ստանում իմ իշխանության օրոք։ Ես ձեզ մի բան ցույց տամ։ Շատ կուզենայի տենց լներ, բայց արդյոք տենց է։ Հիմա ես ձեզ հեսա մի բան եմ ցույց տալու։ Կներեք զադերշկա եմ անելու մի փոքր։ Ես կուզենայի, որ հանդիպեի առերես, բայց դրա ձայնը չեմ ուզում առհասարակ լսեմ։ Ուզում եմ ցույց տամ, ասեմ, սա ինչ է։ Այս սա ինչ է։ Ձեր կարմիր դիպլոմն է։ Իմս չի, ես էլ եմ կարմիրով ավարտել։ Սա իմ աղջկա դիպլոմն է, պետական ինստիտուտ է ավարտել։ 20 տարի որ դուրը թակեցինք, իր համար աշխատանք չկա։ Իսկ ես ինչի պիտի բերանից կտրեի մանկավարժ, 3 երեխա եմ դաստիարակել, 3-ն էլ բուհը ավարտած, պետական բուհերը ընդ որում, 2-ը լքեցին, հենց որ ինքը ընտրվեց, թողեցին գնացին։ Այս մեկն էլ երևի ճանապարհին է, սպասում ենք ամսի 7-ին, եթե ինքը ընտրվեց, մենք ընտանիքով էլ այստեղ չենք ապրելու, դա իգիտություն։ Չեմ ուզում 5 տարի դրա ձայնը լսեմ եւ տառապեմ։ Չեմ ուզում երեխաս այս դիպլոմը միայն որպես օժիտ։ Նայենք ուրախանանք։ Ընդդիմադիր եք, դրա համար չեն թողնում աշխատանքի ընդունվել բան, հա։ Երևի ոչ մի կուսակցության մենք չենք պատկանում ընտանիքով, այսինքն նա ով երկիրը լավ վիճակում պահի, այդ կուսակցությունն էլ կընտրեմ։ Ես դրա կողմնակիցն եմ, ճշտի կողմնակիցն եմ եւ շատ հաճախ վեճեր եմ ունենում, թեկուզ մեր հասարակ քաղաքացիների հետ, Նիկոլապաշտների հետ, սարքել են Նիկոլին Աստված։ Ասում են մեր Աստվածն է։ Թուրքի Աստվածն է, մերը չի։ Մնում է մեզ էլ հետը դա Թուրքին բրծնի։ Դրան էլ ենք ակնկալում եմ, որ կարա էտել լինի եւ վախենում եմ դրանից ես։ Հիմա ով դեմ է խոսում, ասում են հա ռուսաստրուկ են, Կրեմլի ագենտ են, այսօր ավելի լավ է ռուսի ստրուկ լինեմ, քան թուրքի ոտի տակի տրապկեն։ Ես չեմ դառնա իր նման տրապկա։ Ո՞րն է իր իշխանության ձախողումը ձեր կարծիքով։ Այ նա եկած օրվանից նրա կեսագրությունը դեռ ժուրնալիստ ժամանակ ես հիշում եմ իրան, որ գոռում, ճվում, վիրավորում, անպատվում, արժող, չարժող չէ, ինքը ուղղակի մորթեպաշտ, էգոիստ, կարող եմ ասեմ, տենց նարցիս տեսակներ կան, ինքը պատկանում է դրանց, կառավարությունը ինքն է, դատարանը ով կարա իրան չլսի, վնգստացող դատավորներից որևէ մեկը կարա իրան, դա ինչ խոսելու բան է, դա ինչ վարչապետի խոսելու ձև է, ինչ օրինակ վերցնի իրենից մատաղ սերունդը, հա, սա անելու բան է որ անում է, մի հատ մտեք դպրոցներում տեսեք ինչ է կատարվում,
Ոչ կարգ, ոչ կանոն, ոչ մանկավարժի նկատմամբ հարգանք։ Մանկավարժը վախենում է խոսա։ Բայց ասում եք կրթությունը նորաձև է, շարժում ենք։ Դե նորաձև է իրանց կրթությունն է, մենք էլ դե հնաձև ենք, ինչ արած։ Այո, հնաձև է։ Ձերի մանկավարժները։ 3 աղջիկ եմ դաստիարակել, 3-ն էլ կարմիր դիպլոմներով ինստիտուտները ավարտել են, այս վիճակով թողե գնացել են։ Ասեմ ավելին, իր կառավարման տարիներին մի քիչ թույլ չեմ տալի ասեմ։ Աղջիկս ասեց, ես ինքնաթիռի մեջից եմ թքելու սրա վրա, այդ բարձրությունից։ Դա արդեն ամեն ինչ ասում, թե մենք ինչ ենք մտածում իր մասին։ Ինչ աստիճան զզվել եք, հատկապես Պատերազմից, վայ, պատերազմից հետո պատերազմի ան ուզում եմ ընդհանրապես չտամ տարավ մուֆտա խեղճ երեխեքին տվեց մսաղացի բերանը։ Այո, այսօր ես որ տեսնում եմ թե ոտը կտրված երեխեքին սիրտս մխկտում է ուղակի։ Եվ իմ եղբոր տղան էլ է զոհված։ Ես ցավում եմ ամեն մի երիտասարդի համար։ Մենք այդ ցավը տեսել ենք։ Չեմ ցանկանա անգամ թշնամուս։ Տես թշնամիա թուրքը ինձ, բայց ես նրան ժողովրդին չեմ կամենա։ Չեմ կամենա։ Ժողովուրդը պետք է հանգիստ խաղաղ ապրի։ Այս որ դառնա, մենք ցիվիլ մարդիկ ենք։ Ոնց կարելի է այս ձևի աչք հանեն, երես ականջ կտրեն, կանանցի օրգանները մաս-մասան են կենթանի։ Ու նա կանգնում է ասում նորից եմ ուզում ընտրվեմ։ Գետինը պատրվի մտնի մեջը։ Կարճ ասեմ։ Հա, բայց ասած օրինակ նոյեմբերի 9-ից հետո ես մի շաբաթ հաց չեմ կերել, այդ ապրումներից, էմոցիաներից, այսինքն տառապել եմ։ Անհնարին բան է ասում, նա հաց տենմա ոտերը թուլանում է։ Ինքը չի կարա։ Ինքը շատ վատ ապրած մարդ է, ինքը ասել է, որ ես իմ հորս չեմ սիրում, մենք շատ վատ ենք ապրել։ Հիմա չի տեսել, ասում եմ, ճակատից կախ, տեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ։ Պարշի որ ուտելով չի կշտանում։ Եվ ես կասեի, որ Հայաստանում ամենահարուստ մարդն ինքն է, ամենաագահ մարդը ինքն է։ Մյուսները էլի կարող է ինչ որտեղ տարել են, թալանել են, ով էլ ելներ կթալաներ, բայց ոչ այս չափ։ Հա, շատ է։ Հա, իհարկե, ով չի տեսնում։ Ով չի տեսնում որ թալանում է։ Ասացիք հորը չի սիրում, բայց քարոզ արշավների ժամանակ ասում է սիրելի թոշակառուներ, հայրիկներ, ես ձեզ վերաբերում եմ այնպես, ինչպես իմ հորն եմ վերաբերում, ձեզ վերաբերում եմ այնպես, ինչպես մորս եմ վերաբերում։ Շատ ճիշտ է ասում, նա իր հորն ու մորը այսպես է վերաբերում ոնց թոշակառուներին։ Այդ մեկը ճիշտ է ասում։ Ես ընդունում եմ, որ այդ մեկը ճիշտ է ասում։ Այո, թոշակառուն իր համար ով է որ։ Նա վարկանները կհաշվի որ թոշակառուներից օր առաջ ազատվի։ Ես իմ սեփական մաշկի վրա եմ դա զգում։ Հիմա չեք, քանի որ րոպեներ անց արդեն գալու է ավարչապետը, ինչ որ չեք ուզենա իր արժև կանգնել, ինչ որ հարց տալ, պատասխաններ ստանալ։ Պատասխանները գիտեմ։ Իմ փոխարեն այնքան հարց տվողներ կլի, որոնք որ իմ սրտից էլ կարելի ասել բխում է այդ հարցը, բայց ինքը այնց կարա շրջանցի այդ հարցերը, հակառակ դեպքում թևերը սոլորել կտա։ Այո, ես էլ չեմ պատրաստում, ճիշտ ասած, լիքը գործ ունեմ, թևերս որոլորի տա չեմ վախում, բայց թևերս ոլորես տարավ, նախ պատրաստ չեմ դրան։ Բայց եթե տենց կանի խնդրեմ, ես եկել եմ այս դիպլոմը իրան ցույց տալու, ասում է աղքատությունը գլխներիդ մեջ է։ Ոնց կարող է այս դիպլոմի տերը գլուխը աղքատ լինի, բայց ինքը աղքատ է ապրում, տվյալ անձը, ով հանդիսանում է իմ աղջիկը։ Ու ես մոտեցել եմ բոլորին, չէ, բացարձակ, հակառակը 50%-ով ավելացել է բանկեցությունը մարդկանց։ Մարդիկ հիմա 50%-ով ավելի լավ են ապրում։ Կներեք, ես այսօր 1000 դրամից ավել չունեմ, սպասում եմ մեկ շաբաթ հետո թոշակը ստանալու։ Բայց ես երբեք դրան չեմ սպասել։ Ես 55-ից եմ գնացել, 55 տարեկանից եմ։ Երբեք դրա կարիքը չի եղել, որտեղ ամեն ինչը էժան էր, կոմունալները այս աստիճան մենք չենք, էսի չա։ Ես չեմ վառում ամբողջ ծմեր։ Տակ հագնվում եմ, կծկվում, նստում։ Ճիշտ է, ես համեմատած 80 տարեկան չեմ, բայց էլի թոշակառուի տարի, 65 տարեկան եմ ես։ Ես չեմ կարա այս կյանքով ապրեմ այստեղ։ Եթե ինքը ընտրվեց, ես տեսություն եմ ասելու Հայաստանին։ 5 տարի, ավել չէ։ Եվ ասեմ, ընտանիքից մի մասը դրսում է։ Ես չեմ գնացել, մտածել եմ սա իմ հայրենիքն է, բայց եթե հայրենիքը ծախում է գումարները աճուձախ ծախսում է։ Այո, եթե ընտրվեց ինքը, այսինքն կեղծեց ընտրվեց, վետ ընտրվեց, ես չեմ մնալու Հայաստանում 5 տարի, իր կառավարման տարիներին չեմ մնա Հայաստանում։ Օրինական դժվար ընտրվի, որ մտածում եք կեղծի նոր չի ընտրվելու։ Համոզված եմ, որ չի ընտրվելու։ Որտեվ ասել էր ձեռքերս կկտրեմ, չեմ կեղծի ընտրությունները։ Այդ ինչն է ասել ու պահե իր ասած խոսքը։ Երբ է ճիշտ ասել ու ճիշտ իր խոսքը տեղ հասցրել։ Չկա ինչ ուզում անի, որ sense մեջտեղի ճղվի, կոպիտ եմ արտահայտվում, եւ ուզենամ որ ճղվի, ես չեմ հավատում իրան։ Ես իրեն դեռ այն ժամանակ, երբ որ ինքը ժուրնալիստ էր, էլի չէի հավատում։
Երբ որ մարտի մեկը սարքեց, այս ժողովրդին տարավ ջարդել տվեց։ Ահա։ Երբ որ նրա գրքի որոշ հատվածը, հա իմիջայլոց ասեմ, ես այսօր իրանից գիրք պետք է վերցնեմ, որ ամբողջը կարդամ, սենց հատվածներ եմ կարդացել ինտերնետից ու ապշացեմ։ Ոնց կարա երկրի ղեկավարը այս բառապաշարով, այս մտածելակերպով ղեկավար։ Ես երբ հարցրեցի, ասես դա գրական ստեղծագործություն է։ Արցանի վրա գզգնելը։ Թե ուրիշի կանանց հետևից նայելով հետույքը ակնարկելով, որ լավ հետույք ունի, ափսոս ամուսինը կողքներ, որոշ հատվածներ կարդացել եմ ինտերնետից, ուղղակի ամաչել եմ ինքս ինձանից, այո, կրթությունը նորաձև է, սա թող տանեն դպրոց, այս մանկահասակ երեխեքն էլ սա սովորեն։ Պատերազմի դրվագներն էլ Ուզում եմ խնդրեմ այդ գիրքը, ասեմ տվեք այդ գիրքը, տանենք, հա, դպրոցական երեխեք ունեն, կարդան թող նորաձև կրթվեն։ Ահա, քեզանից ու կնգանից այդ, եթե իհարկե կնիկ նա, ես չգիտեմ, ճիշտ ասած, լսել եմ, որ կինը չգիտեմ, իր երեխաների մայրն է։ Մի հատ sense մեծ հարցականով, իդեպ։ Չգիտեմ, ինչ լսել եմ, այն ասում եմ։ Եվ ես էլ եմ այդ կարծիքին։ Նրանց խոսելու ոճը, նրանց ընտանիքը, չգիտեմ, ցավալի է, բայց փաստ է։ Շնորհակալություն։ Ձեր անուն ազգանունը, եթե Սուսաննա Գալստյան։ Շնորհակալություն Տիկին Գալստյան։